Բարի երեկո, Իրանա-իսրայելական հակամարտության թեմայի շուրջ այժմ մենք կզրուցենք Պետախտիկվայի իսրայելահայերի Նայիրի միության նախագահ Արտյոմ Չեռնամորյանի հետ։ Նախ Արտյոմ, շնորհակալ ենք մեզ հետ կապի դուրս գալու համար եւ առաջին հարցս բնականաբար տեղի հայ համայնքի վիճակի մասին է։ Հայերի շրջանում կան արդյոք տուժածներ եւ հաշվի առնելով հնարավոր էսկալացիայի վտանգը, ինչ է արվում նրանց անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Շնորհակալություն հարցազրույցի եւ այս հնարավորության համար։ Այս պահի դրությամբ բարեբախտաբար հայերի մոտ չկան վիրավորվածներ, զոհեր չունենք։ Իրավիճակը լարված է, ինչպես Իսրայելի մյուս բոլոր քաղաքացիները, այնպես էլ մենք հետևում ենք թիկունքի ծառայության բոլոր հորդորներին եւ պետք է դրանք անքննարկելի ձևով իրականացնես, որովհետեւ խնդիրը, ասենք, ողջ մնալու մեջ է։ Արտյոմ, ինչու Իսրայելը նախահարցակ եղավ եւ ինչպես է դա մեկնաբանում, պատճառաբանում երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Նախ այաթոլլաների ռեժիմի ստեղծվելուց հետո անընդհատ Իսրայելի նկատմամբ Իսրայելը որպես երկիր ոչնչացնելու, այս ազգին ոչնչացնելու անընդհատ կոչեր էին հնչում Իրանից եւ Իրանը վերջին ժամանակներս արդեն շատ մոտ էր միջուկային զենք ստեղծելուն եւ նույնիսկ մեր վարչապետը Իսրայելի Բենյամին Նեթանյահուն հայտարարեց, որ արդեն 8 մարտակղզիքի համահավասար ուրան ունեն մշակած, արդեն հագեցած եւ վտանգավոր է, որ իրենց ունեցած արսենալի միջոցով ունեն Պաղեստին երկու տիպի հրթիռներ, որոնք այն սիրուն սապրված հութի եղբայրներն էին մեզ այս վերջերս գժվացնում, սրանց միջոցով հնարավորություն կա ուղարկելու Իսրայելի ուղղությամբ եւ եթե նույնիսկ այդ միջուկային ռազմագլխիկը Իսրայելի վերևում պայթի կամ հարևանների գլխին պայթի, սա բավականին լուրջ վտանգ է ողջ տարածաշրջանի համար, չեմ ասում միայն Իսրայելի համար եւ միջուկային Իրան իմ կարծիքով որևէ արևմտյան պետության պետք չի։ Թող Իրանը լինի նորմալ որպես հին քաղաքակրթություն, նորմալ պետություն, բայց ոչ այաթոլլաների ռեժիմի տակ եւ ոչ, ասենք, միջուկային։ Այսինքն միջուկային Իրանը աշխարհի ոչ մի պետությանը պետք չէ։ Եվ սա է պատճառը, որ Դոնալդ Թրամփը իր երկնակալությունից հետո, եթե հիշում եք, Իրանին 60 օր տվեց եւ ոչ մեկ այս հաշվարկը չէր իրականացնում Դոնալդ Թրամփի ասածները լուրջ չընդունելով եւ ստացվեց այնպես, որ հենց 61-րդ օրը Իսրայելի ձեռքերն ազատվեցին եւ Իսրայելը հարձակվեց, ասենք, հարձակում գործեց փայլուն, ես կարող եմ ասել ռազմական օպերացիա իրականացրեց Իրանի ներսում, հենց սպանելով համար երկրորդ, երրորդ, չորրորդ այդ ռազմական պարագլուխներին Իրանի հեղափոխության պահապանների գլխավոր հրամանատարին գեներալ-մայորին, այնպիսի կարկառուն դեմքերի մեկ օրում ոչնչացեցին, ընդ որում բոլորը դիվերսիոն հարձակումների ժամանակ տեղի ունեցավ, այսինքն հենց իրանցիներն իրենց ձեռքով իրենց ղեկավարներին վերացրել էին եւ սա փաստ է։ Եվ Իսրայելը այնպեսի հետաքրքիր, ուրեմն, այսպես շախմատային քայլեր մեկը մյուսի հետևից ձեռնարկեց, այսպես կուրացնելով Իսրայելում գործող իրանցի ուրեմն լրտեսների եւ Իրանի հատուկ ծառայությունների զգոնությունը կուրացնելով նախ հայտարարեցին, որ հենց հիմա Իսրայելում քաղաքական ճգնաժամ է, Քնեսետը հենց հիմա պետք է լուծարվի եւ մենք էլ ենք մտածում այնպես այս ֆարսը այնպես լավ խաղացին, որ կարծես մենք մտածում ենք հենց հիմա մի երկու ժամ հետո Իսրայելը նույնիսկ պետություն չի ունենա, նույնիսկ Նետանյահուն կլինի ԺՊ, ժամանակավոր պաշտոնակատար եւ այլն, սրան հաջորդեց այն կեղծ լուրերը Նետանյահուի որդու հարսանիքի հետ կապված, հետո էլ ասեցին Նետանյահուն գնում է Հյուսիս Իսրայելի հանգստանալու համար, արձակուրդ է վերցնում, որ տղայի հարսանիքն անի ու հանգստանա։ Նույնիսկ այնպիսի անհետետ լուրեր լսեցինք, իբր Նետանյահուն Իսրայելից հեռացել է եւ այլն։ Եվ այս դեզինֆորմացիայի ուրեմն հետևեց գիշերը Իրանի վրա, ասենք, նման փայլուն օպերացիա իրականացումը, որ մեկ գիշերվա ընթացքում հարյուրավոր թիրախներ խոցվեցին, զրկվեց Իրանը օդային պաշտպանությունից, այն ծիծաղել է ռուսական Պանցիր M-երը, որոնք այսինքն անցյալ տարվա հարձակումներից հետո
հոկտեմբերի 1-ի եւ ապրիլի 14-ի հարձակումներից հետո Ռուսաստանից ձեռք էր բերել այդ ծանր ռուսական հակաօդային պաշտպանություն չունենալու պայմաններում, սրանք ամբողջությամբ խոցվեցին, ինչ էր Պանցիրեմը անելու, ասենք F-35-ին, ուղղակի իրանցիներին պետք է հարցնես, հա, եւ այս հարձակումը տեղի ունեցավ, բայց ես ասեմ, այս հարձակումը անընդհատ եսին վերլուծություններում ասում է, որ այս հարձակումը, երբ որ մենակ Իսրայելն է իրականացնում, արդյունավետությունը կասկածելի է շատ։ Իսրայելը կարող է ոչնչացնել հրթիռների պահեստները, կարող է լուրջ հարվածներ հասցնել հեղափոխության այդ պահապանների ռազմաբազաներին, սրանց վառելիքաքսուկային պահեստներին լուրջ վնասներ հասցնել, բայց միջուկային ուրեմն օբյեկտներին, որոնք գտնվում են սարերի տակ, մի քանի 100 մետր բունկերներում խորության տակ, սրանք վերացնել հնարավոր չէ, սրանց համար պետք է ամերիկական B ռմբակոծիչները, B-երի շարքի ռմբակոծիչները իրենց ուրանի ուրեմն միջուկով հագեցած ռումբերով, որը միակ աշխարհում զինատեսակն է, որ կարող է, ասենք, ուրանի միջոցով, այդ ուրանի միջուկ ունենալով, կարող է, ասենք, մի քանի 100 մետր ներթափանցել մինչև խորը բունկեր եւ վերացնել, ասենք, տեղում պայթյուն առաջացնել եւ վերացնել։ Իհարկե Իսրայելը չունի նման օդանավեր եւ Դոնալդ Տրամփի կառավարությունը ձեռնպահ մնաց նման օդանավեր Իսրայելին տրամադրելու համար։ Դրա համար Իսրայելը գնաց այդ քայլին միայնակ, հույսով, որ այս պատերազմի մեջ կներկայացի նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներին, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներն այս պահին չի հրաժարվում ամսու 5-ին, ներողություն 15-ին վաղը արդեն պատվիրակություն ուղարկել Օման Իրանի հետ բանակցությունները շարունակելու հետ կապված եւ միևնույն ժամանակ պաշտպանում է Իսրայելի օդը հարձակումներից։ Այնուամենայնիվ հակահարված եղավ, սպասելի էր Իրանի նման արձագանքը և խնդրում եմ նշեք, թե իրանական հրթիռները ինչ են թիրախավորել և որ շրջաններն ու քաղաքներն են առավել շատ տուժել։ Նախ ժամեր անց միայն ընդամենը 100 ԱԹՍ ուղարկվեց Իսրայելի ուղղությամբ, այդ հայտնի ռուսեն լեզվով ասած մոպեդներ, հա, մոտոցիկլի շարժիչներով, սրանք ժամեր անց միայն տեղ հասան, այն էլ Իսրայել տեղ չհասան, օդում ամբողջությամբ այսպես արևածաղկի պես ուղղակի թափվեցին ներքև, ամբողջությամբ վերածվեցին այդ 100 հատն էլ, ինչ վերաբերում է բալիստիկ հրթիռներին, բալիստիկ հրթիռներ այո եղան, բալիստիկ հրթիռները հիմնականում իրենց ասելով թիրախավորել են Դիմոնայի միջուկային ծրագրերը, Դիմոնայի ատոմակայանը եւ նաեւ Իսրայելի Թել Ավիվում գտնվող պաշտպանության նախարարությունը եւ այլն, սակայն Իսրայելյան օդուժը գիտեք ինչպես է աշխատում եւ նաեւ Իրանի բալիստիկ հրթիռները ճիշտ է ռուսական որոշակի չինական տեխնոլոգիաներ օգտագործելով որոշակի հաջողությունների հասել են, բայց սրանք ասենք շատ են շեղվում իրենց նշանակետից եւ առաջին անգամ, երբ որ առաջին երկրորդ անգամ անցյալ որ հարձակումներ եղան 4-5 կիլոմետր հեռավորությամբ ուղղակի ուղում են Թել Ավիվի վրա 5 կիլոմետր հեռավորության վրա ընկնում են խաղաղ բնակչության վրա, խաղաղ շենքերի, խաղաղ բնակիչներին են սպանում։ Նույնը այս անգամ էր, թիրախավորել էին Թել Ավիվի կենտրոնը, թիրախավորել էին պաշտպանության նախարարությունը, հարյուրավոր մետրեր, մոտ մի կիլոմետրից հեռավորության վրա հրթիռն ընկավ Թել Ավիվի երկու զույգ բարձրակ շենքերի վրա, վնասներ, այդ օրը մենք ունեցանք 1 հոգու զոհ, այս գիշերը, այսինքն լուսաբացին Ռիշոն Լեցիոն քաղաքի վրա, խաղաղ քաղաքի վրա, ուղղակի խաղաղ բնակչություն, այնտեղ որևէ ռազմական օբյեկտ չկա, ինչ որ լուրջ ռազմական օբյեկտ այդ քաղաքում չկա, քաղաքի կենտրոնի վրա, այսինքն առևտրական կենտրոնի կողք գտնվող հարևանությամբ այդ փոքրիկ 4 հարկանի առանձնատները, 4 առանձնատները խոցվեցին, հրթիռ ընկավ այդ առանձնատների հենց մեջտեղում, ու այս անգամ Իսրայելի այդ ուղղությամբ աշխատող հակաօդային պաշտպանությունը չաշխատեց տեխնիկական խոտանի պատճառով 2 ժամ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը ավարտել էր հետաքննությունը եւ հայտարարեցին, որ տեխնիկական խոտան է եղել հենց այդ տարածքի հակաօդային պաշտպանության հետ, որը արդեն վերացվել է եւ խոստացել են, որ այլևս նման բան չի կրկնվի եւ այդ մեկ սխալը, տեխնիկական սխալը բերեց 2 մարդու զոհի, տասնյակ վիրավորների, 4 շենք ավերվեց, հիմնականում թիրախավորում են երկրի կենտրոնը
Թել Ավիվը իր Գուժդան կոչվող տարածքով, դրա մեջ մտնում է նաև Հայաշատ Պետախտիկվան, որտեղ մոտ 1000 հայ է բնակվում, ընդհանրապես Թել Ավիվի կենտրոնում մոտ 3000 այդ Գուժդան տարածքում, հա, Թել Ավիվ, Ռիշոն Լեցիոն, Խոլոն, Բաթյամ այդ քաղաքներում ապրում է մոտ 3000 հայ։ Եվ Իսրայելի հնագույն եկեղեցիներից մեկն է այնտեղ Սուրբ Նիկողայոս վանքն է Թել Ավիվի Աֆոյում գտնվում։ Այսինքն հիմնականում թիրախավորվել է երկրի կենտրոնական շրջանի ռազմական նշանակության օբյեկտներն ու քաղաքացիական բնակչությունը, գիտեք, իրանցիներն, ռուսների բարեկամներն նույն կերպ են կրակում են քաղաք բնակչությանը մաքսիմալ սպանելու, մաքսիմալ խուճապ առաջացնելու համար եւ փորձում են ջանք ու եռան չեն ուրեմն խնայում, որպեսզի խաղաղ բնակիչներին մաքսիմալ սպանեն եւ բալիստիկ հրթիռները ի տարբերություն թեւավոր հրթիռների, որոնք շատ հին են արտադրությամբ եւ Իրանը նման հրթիռներով հաջողության չհասավ Իսրայելում, որոշել են միակ տարբերակը բալիստիկ հրթիռներով խոցել։ Բալիստիկ հրթիռներն, ինչպես հայտնի է, այսօր աշխարհում չկա հակաօդային այնպիսի միջոցներ, որոնք 100%-անոց արդյունք կարողանան ապահովեն եւ ենթադրենք 5%-ից 5-ից 7% այդ հրթիռների ուղղակի խոցել հնարավոր չի լինում եւ դրանք թափվում են խաղաղ բնակչության գլխին։ Ահա սա է իրականությունը։ Այս պահի դրությամբ իսրայելական կողմից ինչքան զոհ եւ վիրավոր կա, պաշտոնական տվյալներ կան։ Ունենք 3 զոհ, մեկը 3, երկուսն այսօր եւ 70-ից ավելի վիրավոր եւ վիրավորների թիվը ճշգրտվում է, որովհետեւ դեռևս մարդկանց են դուրս բերում փլատակների տակից։ Հնարավոր համարում եք, որ Թեհրանը հարվածներ հասցնի նաև արևմտյան երկրների տարածաշրջանային բազաներին եւ նավերին, եթե այդ երկրները շարունակեն ուժեղացնել Իսրայելի ռազմական ներուժը։ Օրինակ Ֆրանսիան խոստացել է պաշտպանել Իսրայելին, բայց հարձակումներին չի մասնակցելու։ Իսրայելին պաշտպանում է Հորդանանը, այսինքն Հորդանանը հայտարարել է, որ կապ չունի ինչ հրթիռ է որ կողմից գնալու, մենք խոցելու ենք դրան, այսինքն խոցելու են հավասար եւ Իսրայելի հրթիռները եւ ասենք իրանական հրթիռներն ու ԱԹՍ-ները, սա Հորդանանի պաշտոնական դիրքորոշումն է, այս պարագայում միայն իրանական հրթիռներն են խոցում, որքանով որ ունեն դրա հնարավորությունը։ Իսրայել ունի հակաօդային հետաքրքիր պաշտպանություն, ինչ վերաբերում է արևմտյան պետությունների խոցելուն, գիտեք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները էվակուացել իր դեսպանատները, Իսրայել իր ողջ դեսպանատների ցանցը փակել է ամբողջ աշխարհով եւ հեռացրել է այդ երկրներից իր դիվանագետներին, այսինքն հրեա դիվանագետ, ինչքան էլ որ ասենք խոշորացույցով մանկան այսօր պարսիկ լրտեսներ ոչ մի աշխարհի կետում չեն գտնի, ինչ վերաբերում է արևմտյան մյուս պետություններին, համենայն դեպս նման հայտարարություն այաթոլաների ռեժիմը այսօր չի արել, չգիտենք ում են խոցել ում չէ, բայց ամերիկացիներին խոստացել են խոցել։ Իսրայելական ԶԼՄ-ները հայտարարել են, որ Իսրայելը մտադիր է մոտակա 24 ժամվա ընթացքում ակտիվ գործողություններ ձեռնարկել Թեհրանի ուղղությամբ, նշելով, որ իրենց ռազմաօդային ուժերը այժմ կարող են անարգել հասնել մինչև Իրանի մայրաքաղաք, այն բանից հետո, երբ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերի մեծ մասը շարքից դուրս է բերվել։ Նման պաշտոնական տեղեկատվություն կա։ Մոտ 3 ժամ առաջ տեղեկություն հաստատվեց, որ այս պահին, 3 ժամ առաջվա պահին Իսրայելի օդուժը կրկին օդում է եւ նորից ուղևորվում է դեպի Թեհրան Իրանի վրա հարձակումները շարունակելու համար, հերթական հարձակումներ իրականացնելու համար։ Իդեպ Իսրայելի օդուժը ունի մի քանի մոտ տասնյակից ավելի ես կարող եմ ասել ուրեմն հատուկ ինքնաթիռներ, որոնք կարող են վառելիքով լիցքավորել օդում հրեական F-35-երը, F-15-երը, F-16-երը եւ պետք է ասեմ, որ աշխարհում չկա նման պետություն բացի Իսրայելից, որը գնելով ամերիկական ուրեմն կործանիչները, տանկերը կամ ռազմական տեխնիկան դրանք չկատարելագործի եւ չհարմարացնի իր պահանջներին։ Բոլոր ինքնաթիռները զինատեսակները վերջում ունեն I խորհրդանիշը, ասենք F-35I։ Սա ինչ է նշանակում Իսրայել։ Այսինքն շատ դեպքերում F-35-երի միջից կամ մնացած տեխնիկայի միջից հեռացվում է ամերիկյան կոմպոնենտները եւ դրվում են հրեական ուրեմն իրենց համար հատուկ ստեղծված ծրագրային ուրեմն փաթեթներն ու ծրագրերը եւ սարքավորումները։ Դրանով պայմանավորված, ասենք, նույնիսկ եթե ամերիկյան որոշ տեխնոլոգիաներ իրանցիները ձեռք գցած լինեն, իրենց հին տեխնոլոգիաներ կապված, Իսրայելի ինքնաթիռների ռադիո ուրեմն
կայանները որ կան, որ ռադիոսիգնալները, հա, բանենամ չեզոքացնում են, սրանց հնարավորությունը օդուժը Իրանի չունի։ Իրանը նման հնարավորությունների չի տիրապետում եւ խոցելով 2 օրվա ընթացքում գրեթե բոլոր հակաօդային պաշտպանության ուժերը Իրանի, Իսրայելը ցանկացած պահի կարող է անարգել մուտք գործել Իրանի տարածք եւ խոցել այն օբյեկտները, որոնք իսրայելցիները նպատակահարմար են գտնում ըստ առաջնահերթության։ Սա իրականություն է, որ այսօր տեղի ունեցել։ Հիմա ասեմ, որ ես շատ գոհ ու շնորհակալ եմ նման հարձակման համար կամ ասենք որպես հայ ինչպես եմ սա ընդունում, սա հարցի մյուս մասն է, ասենք իհարկե մեր համար ցանկալի չէ նոր պատերազմ, առանց այդ էլ մենք արդեն 2023 թվականի հոկտեմբերի 7-ից պատերազմի մեջ ենք, մի փոքր ասենք շունչ էինք քաշում, 2 օրը մեկ ուղղակի հութիներն էին կրակում, այսպես նույնիսկ վազում էինք ռմբապաստարան, բայց հաճախականությունը 2 օրը մեկ էր, հասկանում եք, իսկ սա ասենք օրվա ընթացքում 10 անգամ է լինում եւ հիմա այս պահին հայտարարություն եղավ, որ չափազանց ուժգին հարված է Իրանը մեզ հիմա հասցնելու, աստուն է հայտնի թե քանի 100 բալիստիկ հրթիռ մեր ուղղությամբ կուղարկեն ու այս անգամ ով կհասցնի որտեղ փախնել պատասպարվել։ Բնակիչների տարհանում եղել է, թե պարզապես ապաստարաններում Ոչ, Իսրայելը գիտեք ինչ պետություն է, աշխարհի ամենապաշտպանված պետությունն է, ես բոլոր իմ հարցազրույցների ժամանակ սա նշում եմ։ Ասենք դուք Հայաստանում գիտեք մի հատ տուն, նորակառույց տուն, որը ունենա պաշտպանված սենյակ, երկաթյա դռներով, երկաթյա ուրեմն պատուհաններով եւ կրկնակի բետոնյա պատով։ Գիտեք նման տուն Հայաստանում այսօր կառուցված չկա։ Ասենք բարձրարկ շենք Իսրայելում 70-ական թվականներից հետո ցանկացած կառուցվող բարձրարկ շենք բնակարան, որ հանձնվում է մարդուն, որ մարդը գնում է այդ բնակարանը, ունի պաշտպանված սենյակ, կրկնակի հաստ բետոնյա պատերով, փոքրիկ լուսամուտով, մետաղյա փակվող լուսամուտով, պաշտպանվող, ասենք հատուկ փեղկերով եւ երկաթյա ծանր դռով, որ ասենք փակում ես եւ ես շատ տեսարաններ եմ տեսել այս անցյալ տարվա ընթացքում, երբ որ մեր քաղաքը Պետախտիկվան հրթիռահարվում էր Համասի կողմից, էլի իրանական արտադրության հրթիռներով, մարդը մնալով իր սենյակի պաշտպանված սենյակի մեջ դուրս էր գալիս սենյակից, տունը չկար, տուն գոյություն չուներ, բայց այդ պաշտպանված սենյակը մնում էր։ Ու եղել էր դեպքեր, որ նույնիսկ հրթիռը մխրճվել է այդ բետոնի մեջ, չի պայթե մնացել էր այդպես խնայելով մարդկանց կյանքը։ Հայաստանում չկա նման հնարավորություն, չկա նման մեկ բնակարան։ Իսկ Իսրայելում այսօրվա դրությամբ այն հին կառուցված շենքերը, որոնք որ 70-ականների շուտ են կառուցվել, դրանք ունեն հատուկ պաշտպանված բունկեր, հա, այսպես ռմբապաստարան, կրկին հաստ, այսպեսի հաստ երկաթյա դռով, ասենք փոքրիկ պատուհաններով, որոնք որ մետաղյա ամբողջությամբ փակ են եւ ուղակի շնչելու համար այսպես կիսակլոր խողովակներ ցանցերով, որ ասենք այդ պայթյունից առաջացած այդ բեկորները ներս չթափանցեն սենյակ։ Այսպեսի մենք ունենք հիմա այս պայթրությամբ ռմբապաստարան, ես որպես մեր շենքի համատիրության ղեկավար դերևս հոկտեմբերի 8-ին արդեն այդ ռմբապաստարանը պատրաստել ենք մեր հարևանների հետ, կահավորել ենք այն, ունենք ջուր, ասենք փոքրիկ թեթև սննդամթերք երեխաների համար անհրաժեշտության դեպքում եւ առաջին օգնության ուրեմն պարագաներ, այսինքն մենք մեր ուժերով հարևաններով հավաքվել եւ այդ ուրեմն ռմբապաստարանը կահավորել ենք աթոռներով, հարմարություններով եւ այլն եւ սա իրականությունն է։ Իսկ երբ որ Իրանից ֆիքսվում է կոնկրետ որևէ տեսակի հրթիռ, Իսրայելը անմիջապես SMS հաղորդագրությունով, հատուկ ապլիկացիաներով, հավելվածներով մեզ հատուկ այսպես ալերտ ուժեղ ձայնով մեզ տեղեկացնում է, որ Իրանի տարածքից հրթիռ են բաց թողել։ Այսքան րոպե հետո այդ հրթիռը կհասնի Իսրայել, խնդրում ենք սիրելի քաղաքացիներ, գնացեք ռմբապաստարաններ, եղեք ռմբապաստարանների մոտ, կամ ձեր պաշտպանված սենյակների մոտ։ Ունի Հայաստանը նման համակարգ։ Ոչ։ Հայաստանը երբևէ արձանագրել է Ադրբեջանի կողմից բաց թողնված որևէ հրթիռ կամ SMS հաղորդագրություն ուղարկել է իր քաղաքացիներին, թե արգելի քաղաքացիներ պաշտպանվեք կամ խոսքս Արցախի մասին է, Հայաստանն էլ մի կողմ թողնենք։ Եղել է նման բան, ոչ, ունենք նման հնարավորություններ, ոչ։ Իսրայելը արդեն տասնյակ տարիներ ունի պաշտպանված սենյակներ։ Տասնյակ տարիներ պետության ստեղծելուց հետո այդ 7-օրյա պատերազմից հետո, երբ որ Սադամ Հուսեյնի Իրաքի հետ, երբ որ սկատ հրթիռներն են ուղարկում, այդ ժամանակվանից Իսրայելը փոխեց իր դոկտրինան, բոլոր շենքերն ունեն նման ռմբապաստարաններ, եթե որոնք էլ որ չունեն, դրանք ունեն ուրեմն քաղաքապետարանն են սարքել։ Այսինքն, եթե կոնկրետ այս մի քանի 4-5 շենքը չունեն ռմբապաստարան, այսինքն մի 100 մետր այն կողմ
որ բավական ժամանակ ունենաս փախչել այնտեղ պատասխանել, կա ռմբապաստան, որը արդեն որի կարիքները հոգում է արդեն քաղաքապետարանը։ Այսինքն ոչ թե համատիրությունը, այլ քաղաքապետարանը գալիս է, մաքրում է, կահավորում է եւ հետեւում է, որ դրանք բաց լինեն հարցակման ժամանակ, որ մարդիկ փողոցում անցնող հասարակ մարդիկ կարողանան պատասխանել։ Այս սա Իսրայելի քաղաքացիական պաշտպանության համակարգն է իր քաղաքների տագնապների համակարգերով, այդ մի քանի համակարգչային ու հեռախոսային հավելվածներով, ուժեղ հետախուզական ծրագրերով, որոնք հետևում են թե կոնկրետ որի տարածքի, որտեղից ու ոչ բոլոր երկրի մասերն են, ասենք այնտեղ միանում այդ տագնապի ազդանշան։ Օրինակ այսօր առավոտյան ես Թել Ավիվում աշխատանքի էի, Իսրայելի մի շարք բնակավայրերում տագնապ հնչեց, բայց Տել Ավիվում տագնապ չհնչեց, որովհետև այդ բնակավայրերում, որտեղ որ հավանական է այդ տրայեկտորիան, հետքագիծը հրթիռն ընկնելու, այդ տարածքում են տալիս, պարտադիր չէ ողջ երկրին, ասենք դիվադադար անեն, ասենք սաղին հանեն լցնեն ռմբապաստարանները։ Այս սա իրականությունն է։ Այսքանը շնորհակալ ենք, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Պետախ Տիկվայի իսրայելահայերի նայիրի միության նախագահ Արտյոմ Չերնամորյանի հետ։ Հաջողություն։